Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք պատրաստելու ենք հավի կրծքամսով կոտլետներ առանց ձվի, առանց ձեթի ջեռոցում։ Ինչպես միշտ հիշեցնեմ, բաժանորդագրվեք My Culinary Versions խոհարարական ալիքին և հավանեք մեր էջը։ Հիմա սկսենք բաղադրիչներից, ինչ է մեզ անհրաժեշտ։ Հավի կրծքամիս 350-ից 400 գրամ, ես կրծքամիսը վերցրել եմ սառած վիճակում, կաղամբ 150-ից 200 գրամ, գազար 1 հատ փոքր, սոխ կես գլուխ, սխտոր, կես բջեղ կամ 1 բջեղ, ըստ ցանկության, թթվասեր կամ հունական յոգուրտ 1 ճաշի գդալ, տոմատի մածուկ 1 ճաշի գդալ, կանաչեղենից վերցրել եմ թարմ համեմ, մաղադանոց և կանաչ սող, համեմունքներից սև կարմիր պղպեղներ, չոր աջիկա և աղ։ Հիմա պատրաստման եղանակը։ Ասացի վերցրել եմ սառած կրծքամիս, անց եմ կացրել քերիչով, կարող եք դուք կոտորակիչով անցկացնել, ես անցկացրել եմ քերիչով, կաղամբը շատ մանր շերտատել բարակ թելերի նման, սոխը շատ մանր կտրատել, գազարը անցկացնել մանր քերիչով։ Ես, ինչպես ասացի, այս եղանակով եմ անցկացրել քերիչով, դուք նույնպես կարող եք այսպես քերիչով կամ բոլոր բաղադրիչները միասին լցնել կոտորակիչի մեջ և մանրացնել։ Լցնում ենք թասի մեջ, ավելացնում ենք խճողակին թթվասեր կամ հունական յոգուրտ, տոմատի մածուկ, աղ, թարմ համեմ, մաղադանոց, կանաչ սող, համեմունքներից սև կարմիր պղպեղներ, չոր աջիկա և այս բոլորը լավ խառնում ենք, թողնում ենք հանգստանա մոտ կես ժամ։ Այնուհետև կոտլետների տեսք ենք տալիս, տապակում ենք ջեռոցում առանց ձեթի մինչև կարմրելը։ Ստանում ենք արդյունքում շատ համեղ, դիետիկ, հյութեղ ու փափուկ կոտլետներ ի շնորհիվ թթվասերի կամ հունական յոգուրտի։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։